Չներած ոչ, հարկենք, ոստիկանը ձեզ է հարկելու, դուք էլ ոստիկանին, և զինվորին։ Խնդրում եմ, եթե այդպես լինի, ես պիտի մոտենամ 2 րոպե ընդմիջում, բայց մինչ այդ ամոթ որևէ բան չկա, ընտրությունը արդեն ավարտվել է։ Գյումրին 70% ցայնով եւ անել 77 ինչ է Հայաստանի Հանրապետությունը ընտրել է ոչ թե Ռաֆին, Ռաֆին չի ընտրել, ինքը ընտրել է մեր աբակային, մեր երեխուն, մեր սահմանադրությունը, օրենքը, իրավունքը եւ Գյումրին ասել է որ ռադ արեք, եթե դուք պիտի արհամարեք Գյումրիի իրավունքը, Հայաստանի իրավունքը, կեցե մեր հաղթանակը։ Մեր մեջ ամոթ բան չկա, Վարդան Աջամյանի անվան, այս համազգային թատրոնի հրապարակում ամոթ բան չկա, բոլորը խոսք ասելու իրավունք ունեն, բանավիճելու, կարող եմ մենք ևս իրար հետ բանավիճել, բայց խնդրում եմ չնեղանալ, ով տեսնի այս պաստարը բադի վրա փակցված, խնդրում եմ հանեք բադից, հանեք, տուն դարեք, աղբը կցեք, ինչ ուզում եք արեք, որև ընտրությունը ավարտվել է, և հաղթել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, մեր ժողովուրդը հաղթել է արդեն։ Այո! Սիրելի հայրենակիցներ, դուք զգում եք և ես ձեզ հետ միասին, մեր ուժը, այս առավոտ, ձեր փոխարեն, ոչ թե ձեր փոխարեն, ձեր անունից, նախաճաշ կերա և ինչ որտեղ մեղավոր եմ, որ այս սովի անգործության անոթության մեջ ես նախաճաշ կերա այս առավոտ, ներողություն։ Երազդ Անուշ, Ռաֆի ջան։ Գերմանիայի խորհրդարանի Բունդեսթագի նախագահը եկել է Հայաստան։ Եվ ինքը ի պաշտոն է հանդիպել է գործող իշխանություններին, ովքեր մինչև ապրիլի 9 գործող են, և հանդիպել են ձեր ծառա Ռաֆիի հետ, որ ապրիլի 9-ից հետո ձեր հետ միասին իշխանություն է կազմելու մեր երկրում։ Եվ այնտեղ շատ բարձ, հստակ լրագրողներ հետևեք, անհստակություն չլինի ակցենտի մեջ։ Շատ բարձ ներկայացրի, որ այդ նույն արևմուտքը և Գերմանիան, ով ճանաչում է Կոսովոն, պիտի ճանաչի Արցախը։ Բարձ, հալալ է։ Այնում Գերմանիան և Եվրոպան, որի աղբյուրներից մեկն է Հայաստանի քաղաքագրթությունը, առաջի քրիստոնյա ազգը, պիտի ճանաչի մեր ցեղասպանությունը և մեծ հայրենազրկումը։ Ժամանակ եք տալիս, 2015 թվականի ապրիլի 24 դուք ճանաչելու ենք մեր իրավունքը։ Այո։ Շատ հստակ ասվեց Ջավախքի իրավունքի մասին, բայց ամենակարևորը հարկերով հանդերձ ես ճանաչել եմ և բարևել եմ, խոսվեց ձեզ եմ բարևում, կանցելեր վարչապետ Մերքելը, Մերքելին Գերմանիայի վարչապետին։ Գերմանիայի վարչապետը, Ամերիկայի նախագահ Օբաման, Ֆրանսիայի նախագահ Օլանդը, Եվրամիության նախագահ Բարոսոն, Ռուսաստանի նախագահ Պուտինը պիտի ճանաչեն հայ ժողովրդի իրավունքը, ընտրությունը, սահմանադրությունը, պիտի հետ վերցնեն իրենց նամակները, որտեղ ցեղասպանությունից առաջ Արցախի ճանաչման զուգահեռ ամենակարևորը հայ մարդու ընտրությունն է, որ փետրվար 18-ին
մենք տվեցինք։ Մենք հարկում ենք բոլորին, բայց Ռուսաստանից, Ամերիկայից, Եվրոպայից առաջ մեր մոտ Գյումրիում, Երևանում, Վանաձորում, Հայաստանում դեր է հայ մարդը, Հայաստանի քաղաքացին։ Եվ մենք հաղթանակ ենք տվել։ Ճանաչեք մեր հաղթանակը, ճանաչեք։ Երիտասարդ հանրապետականները, ով սրանից հետո փոքրամասնություն է լինելու, ինչպես որ պետք է։ Դա իրենց համար է պետք եւ մեզ համար։ Իրենք, որ տրվում են օտար շահերին, խոսում են իմ զնդավայրի մասին։ Իրենք, որ օտարի ստրուկն են, վախտոտ, նժդե են ասում, ամոթ իրենց, որ նժդե են խոսում։ Խոսում են իմ մասին։ Ես, որ Կասպարի և Հովագիմի թորն եմ, Հովագիմի շարֆը վերցնում եմ իմ վրա, Անթանիկ և Քերի զինվորները, ով ձեր փոխարեն Հայաստան են պաշտպանել, իմ վրա չփոխեք։ Սիրելի հայրենակիցներ, առաջի հերթին նրանք են, որ մինչև ապրիլի 9 հնարավորություն ունեն մեր ժողովրդին հարգելու։ Սերժ Սարգսյանը մինչև ապրիլի 9 ինքնաբացարկ է տալու, ինքնաբացարկ, հրաժարական։ Եվ աշխարհի էթիկները, աշոտները, արտակները շատ լավ տղերք են, իրենք է դեղ ունեն, բայց ինձ ռուսերենի դաս չտան կամ հայրենասիրության։ Ոչ մի զատն էր սկորս չգա, ոչ մի զատն էր։ Ուրեմն այսպես, թող մեկ առ մեկ գրանցեն ձեր հայացքներ այսօր, ոստիկաններին ողջունեք, իրենք իրենց բարտականության մեջ են, ողջունեք։ Սերժ Սարգսյանը և մնացած բոլորը այս ռոլիկները, այս տեսակրությունները նայելու են։ Արժանապատիվ ձեր հայացքները թող տեսնեն։ Թող Գյումրին տեսնեն, թե ոնց որ գա Գյումրին։ Որ Գյումրին ասում է, որ ես այլևս աղետի կոդի չեմ ուզում լինել։ Ես ողորմության, թշրանքի, ինչ-որ մեկի խելք խոսման ծիրախ չեմ ուզում լինել։ Ուզում եմ լինել նորմալ քաղաքացի, ապրել հայրաքաղաքում։ Ուզում եմ արտակարգից արտագնա աշխատանքից ռուսերենը ոնց է դրա Խոբանից հետ բերել մեր ժողովրդին